Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է երաժշտական թողարկում, ունեմ շատ սպասված հյուրեր եւ իհարկե պրեմիերա։ Այս բոլորի մասին րոպեներ անց, որովհետեւ այս պայն շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, հարազատների կրքում, աստծօրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Եվ հատուկ ձեզ համար նաեւ նախապատրաստել եմ տեսահոլովակի պրեմիերա, ասեմ, որ իմ ընկերուհին, տաղանդավոր գործընկերուհին Լենկան Ղազարյան տևական ժամանակ ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում եւ միշտ իր հայաստանյան պրեմիերաները կազմակերպում է բնականաբար իմ օգնությամբ։ Այնպես որ այս պայն սպասվում է շատ հաճելի երգ-ձայն տեսահոլովակի պրեմիերա Լենկայի կողմից, վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Աչերը ինձ այնպես են գերել ու վար շպիտով ինձ կյանք են պարգևել Ես քեզ հանդիպում եմ իմ ճանապարհին Սիրտիմ տխուր նայում ես ինձ ու լալիս Դու կորել ես, մտքերի մեջ ինձ մոլորել ես Գիտես ինչքան եմ փնտրել քեզ, բայց լսել եմ, որ առածից դու սովորել ես Սովորել ես, որ չկամ, թե գիտես, որ հաստատ կգան Ու թե մի բա մենակ ես գիտես, որ ամեն ինչ կտան Զանգում եմ քեզ, ու SMS, որ ասեմ տես Սիրում եմ քեզ, ու դու գիտես Հազար անգամ եմ ասել, կրկնել եմ, որ դու ինձ լսես Մի լսի ուրիշին, լսի ներքին ձայնի դու հիշի Լիքը նախանց կա հետաբա կյանքը, սիրում ես ինձ գտես Ես քեզ հանդիպում եմ իմ ճանապարհին Սիրտիմ տխուր նայում ես ինձ ու լալիս Բայց դու անցնում ես ու ետել չես նայում Սիրտս ալեկոծված սովես դարձնում Անցնում ես ու ետել չես նայում Սիրտս ալեկոծված սովես դարձնում Ինչ 21 TV եթերում իր աշխատանքը սկսել է, ընթացքի մեջ պահպանում է Ձինայդ նախագիծը եւ մեծագույն սիրով րոպե չկորցնելով տեղեկացնեմ, որ հյուրընկալ եմ 100 տարվա ընկերոջը։ Ու այդ կարող եմ ասել նաեւ մեծանում եմ եւ պաշտում, երբ որ առիթներ վարելուց նայեմ կողքին է լինում, որովհետեւ նորմալ կարողանում եմ նաեւ հանգստանալ, հաց ուտել եւ այսպես շարունակ։ Այդ թեմայի շուրջ րոպեներ անց մեծագույն սիրով հյուրընկալ եմ տաղանդավոր ընկերոջս Գևորգ Հարությունյանին, իսկ նրան ուղեկցում է գործիքավորող հաջորդ իմ ընկերը Արտուր Մկրտչյանը։ Բարի օր, բարի գալուս ձեզ։ Բարև ձեզ։ Եվ ջան, ես սիրում եմ էլի այդ փաստը, գիտես, որ խնդրում եմ մի քիչ հաց ուտեմ, դուք տենց մի 50 րոպե երգում եք non-stop
այդ ամեն մեկին չես կարող ասել, բայց որ դուք լինում է հանդիսավարուհին Ակոպովնան, իսկ ֆուլ աշխատող այսպես ասած գևը ես Արտուր ջան, նորմալ սնվում եմ, հասկանում ես։ Այդ են 1-2 երգերը չեն, էլի, որ մի հատ նայում են շարունակենք, թե չէ, տեն մեն հələ կիսատացս շարունակում են տենց շամերով։ Մի քիչ գովազդեմ ընկերոջս։ Նախ բարի գալուստ ինձ մոտ տաղավար։ Ես ինչքան էլ տեսնում եմ, հետևում եմ, գիտեմ ով ինչ նորություն ունի, միշտ սպասում եմ ձեր արձագանքին։ Դե ունեմ ընկերներ, որոնք շատ համեստ են ի տարբերություն ոմանց, եւ ունենք տունը մի աղջիկ, որը բացառությամբ աշխատում է գրեթե բոլոր իմ ընկերների հետ, ովքեր որ այլևս իմ հետ ընկերություն չեն անում, ընկերություն են անում Ինայի հետ։ Ու մի հատ մեծ վատ տոնով, որ ձին դու չես տեսա, որ իմ ընկեր Գևորգը, քո ընկեր Գևորգը, տեսա հոլովակ ունի ու ոնց որ ուշացնում ես։ Գև ջան, այդ ինչ ձև եք դաստիարակել։ Տնից դաստիարակում ուղարկում եմ, բայց ոնց որ դուք ձեր ոճով եք սկսել դաստիարակել։ Դե բայնան մեր ընկերն արդեն։ Իսկ հեշտ է այդ աշխատելը։ Շատ։ Քանից դե չկան բամբասենք էլի։ Չէ՞, բամբասենք։ Մեր ընկերն է լավ մարդ, լավ երգչուհի, տաղանդավոր արտիստ, դերասանուհի ու Զինա Ակոպովնայի աղջիկն է։ Գոհեք, նորմալ պահում այրան։ Այդ կարևոր է։ Ինան թող մնա մի անկյունում։ Հիմա սկսենք այն աշխատանքից, որը բավականին ակտուալ է։ Ինձ ռեստորանային համալիրի տնօրենները, չգիտեմ, այդտեղ մենեջերներ կան, որ միշտ հարցնում ասում են, «Ձին ինչ նորություն կա»։ Հիմա նորություն ենք բերել ձեզ համար իմ կարծիքով, ամենաունիկալ եւ կոմերցիոն գործերից մեկն է։ Հիմա պատմեք ձեր համագործակցության մասին, ոնց ուզում եք սկսեք, Գև ջան։ Դե Արտուրի հետ շատ վաղուց ընկերություն ենք անում։ Ես 11 թվականից եմ սկսել երգել ռեստորանում։ Ու այդ ժամանակվանից հանդիպել ենք առիթների ժամանակ ու սկսել ենք շփվել, ընկերություն անել։ Այս վերջերս էր անցած տարի ավելի կոնկրետ մի հատ հարսանիք ենք նվագում, ոնց որ տենց հարսանիքի ժամանակ երգեցի պահի տակ այդ ռետրո երգերից էլի ու ամբողջ զալը parեց։ Ու տենց մեջս տպավորված ֆրանսիացի արտ սենց գլխով հասկացի, յանի էդի պետք է անենք էլի անպայման, տենց գործից հետո իրար հետ ավտոյով գնում ենք տուն, տենց խոսալով եկանք, ասինք արտեցի պիտի հավաքենք էլի պարտադիր, որովհետև ինքը սիրված երգեր ա եղել, մեր լեգենդար Թաթա Սիմոնյանի երգացանկից եմ ընտրել, մյուս երգն էլ Արամ Ասատրյանի, ու շատ վաղուց չէր կատարվել էլի։ Հա։ Ոնց որ տես միտքը առաջացավ, որ պետք է դա հավաքվի, գործիքավորվի ու մատուցենք մեր ժողովրդին էլի։ Թեթև բարի երգ է։ Հա։ Հուսով եմ բոլորին դուր կգա։ Առիթների իմ կարծիքով թիվ 1 գործերից մեկն է։ Դե չեմ ուզում ասեմ Արտջան, Գևի հետ հեշտ աշխատելը շատ աբսուրդ հարց կլինի, որովհետև ես վստահ եմ դուք աշխատում եք եւ բարձրորակ երգիչների հետ, եւ այն երգիչների հետ ում ստիպված ձայն եք հավաքում։ Միանշանակ ես սենց մի հատ բան ասեմ, Գևի օրինակով էլի երգիչների հետ շատ եմ աշխատել, իրանց փորձը իրանց պրակտիկան նաև օգնում է ստուդիայում։ Հա դե։ Եվ ինչը բերում է լավ ռեզուլտատի։ Բալանսի եք, չէ՞ գալիս մեկ-մեկ, որ նորմալ երգիչ է գալի երկում է ձեր մոտ։ Անկեղծ ասա, մեկը մենք այդ դարում ենք ապրում, նորմալ է, էլի։ Արտջան, իսկ որ սենց գնա կարող ես էլ երգեմ։ Ինձ թվում է իմ ձայնը մշակված է, շատ խնդիր չես ունենա։ Միանշանակ պատրաստ եք սիրով։ Չեմ կարա։ Ոչ չես կարող։ Սիրով կհամագործակցենք։ Ուղղակի մտածում եմ, որ ես երգեմ դառնամ, ասենք, Հայաստանի Ջեյլոն։ Շատ երգիչներ կգնան արձակուրդ։ Կներեք, բայց կարամ ասեմ։ Եթե հիմա լինելով մարդ, որ շփվում է երգիչների հետ, օրինակ ես երբ որ հանդիսավոր եմ լինում, Գև ջան, անուններ ա գալիս, որ իսկապես չեմ ճանաչում, ու ինձ վրա զարմանում են, թե ես ինչու չեմ ճանաչում։ Դե նորմալ է, նոր սերունդ էլ ա գալիս, լավ սերունդ ա գալիս, լավն էլ կա, չեմ կարող բացառել, են որ իրանց վրա աշխատում են, Արտջան, դու ինձ լավ գիտես։ Իսկ չի լինում մեկ-մեկ, ես բոլոր ասում եմ դրա համար էլի, չի լինում մեկ-մեկ, որ նայած հոգնած ես լինում Արտջան, տենց իրար հետևից գալիս են այն դեմքերը, որոնք ուղղակի ուզում են բեմում լինեն ու բոլորին նույն ձայնն է սարքում, տենց չի եղել։ Մեկ այդ ռոբոտացված սարքում եք էլի։ Լինում է,
շատ դեպքերում ասում են վայ կլինի մի հատ էլ գամ երգեմ իմ ձայնը չի դե ասում եմ քո ձայնը չի որովհետև սենց պատճառով քո ձայնը չի վայ մի քիչ լավ չէ ես զգում մի քիչ գործից հետո էր հա Իսկ գնացուցակի տատանում չես անում այդ ժամանակ Արա էլի չեմ կարող էլի արել իմ էությունը չի էդի Շատ լավ հիմա խոսենք այն որ շատ ենք շեղվում էլի հազիվ որ ասում գտել եմ ընկերներիս Տեսահոլովակի մասին ես ինքս տեսել եմ որ թեթև տեղը տեղին աչքը շոյող իմ ամենասիրած ոչն է դեպս է մտքի մասին խոսում ես օգնողների չգիտեմ շնորհակալական խոսք պրեմիերան կազմակերպենք Ես հատուկ ուզում եմ շնորհակալությունս հայտնել իմ ընկերոջս Արտուրին որ ես էլ քեզ եմ շնորհակալ ասեցինք ու արեց ու իմ նախատեսածից շուտ անակնկալ ինձ արեց հայտի շուշուտ ասա որ ես չէի սպասում ոնց որ այտենց ասել ենք միտքը կար բայց մտածում եի դե հələ ահագին ամիսներ կգնա որ Արտուրը դրանով զբաղվի բայց մի օր քնից ելա ու զանգեց բա երբ ես գալիս ստուդիա որ երգես ասի ոնց գալիս եմ արդեն ասեց հա դա ինձ համար շատ ուրախալի փաստ էր էլի ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր ընկերներին, ովքեր գտնվեցին նկարահանման օրը իմ կողքից, հիմա չգիտեմ անուններով բոլորին չթվարկեմ, իրանք կտեսնեն, կլսեն, բոլորից շնորհակալ եմ։ Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Rhodes Music Hall-ին, տնօրինությանը, որ տրամադրեցին այդ օրը ինձ բեմը, քանի որ հարսանիք կար այդ օրը շատ դժվար էր էլի, այդ ընդառաջելը։ Իսկ Դվինի տնօրինությունը ինձ ընդառաջեց, ես էլ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել իրանց բոլորին։ Դա ուտը մեր ընկերներն են։ Աշխատակազմի եւս սպասարկողներին, որ համատեղեցին, համել կողքից եղան։ Եվ բայց դու այդ բեմը հարթակի վրա շատ ես լինում, չէ՞, շաբաթվա մեջ քանի անգամ ես լինում։ Այսինքն դա կարող ենք նաև համարել մի անկյուն, որ դու աշխատում ես։ Ես 5 տարի աշխատել եմ։ Այնպես որ Նորդվին ռեստորանում, հիմա էլ եմ գնում այնտեղ։ Հիմա ուղղակի մի որոշ հանգամանքների բերումով տարբեր տեղեր եմ գնում, բայց բացված օրվանից 5 տարի ես աշխատել եմ այդ բեմի վրա։ Շատ լավ, հարգանքներս իմ ընկերոջս Անվելին եւ Արմանին, որովհետեւ նրանք իրենց տեսակով միշտ տարբերվել են շատ շեֆերից, այսպես ասեմ։ Եվ ձեր թույլտվությամբ կազմակերպենք պրեմիերան, այնպես որ մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք 21 TV եթերում տեսահոլովակի պրեմիերա, երգում է իմ ընկերը, որից հետո վերադառնում ենք տաղավար։ Երկեմ ձեզ ձեր ցավը տանեմ լույսը բացվելուն պես բարի լույսով ողողեմ ու սրտիս մեջ ինչքան պահած բանում եմ ձեր առաջ ես բացեմ ձեր ցավը տանեմ այս երգը երկեմ ձեզ ձեր ցավը տանեմ լույսը բացվելուն պես բարի լույսով ողողեմ ու սրտիս մեջ ինչքան պահած բանում եմ ձեր առաջ ես բացեմ ձեր ցավը տանեմ ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ տղերք, ձեր ցավը տանեմ Երևանի հավեսով տղերք, ես երգը ձերն է, ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ, ձեր ցավը տանեմ, ձեր ցավը տանեմ տղերք, ձեր ցավը տանեմ Երևանի հավեսով տղերք, ես երգը ձերն է, ձեր ցավը տանեմ Ձեզ հետ լինի, ձեր ցավը տանեմ Ձեր ոտքի տակ վարդով երգերս անվերսանեմ Ինքս թե ամեն ժամ ձեզ հետ չլինեմ Սիրտս տարեք ձեզ հետ, ձեր ցավը տանեմ Բարին ձեզ հետ լինի, ձեր ցավը տանեմ Ձեր ոտքի տակ վարդով երգերս անվերսանեմ Ինքս թե ամեն ժամ ձեզ հետ չլինեմ Երգս տարեք ձեզ հետ, ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ տղերք, ձեր ցավը տանեմ Երևանի հավեսով տղերք, այս երգը
ձերն է, ձեր ցավը տանեմ, ձեր ցավը տանեմ, ձեր ցավը տանեմ, ձեր ցավը տանեմ, տղերք, ձեր ցավը տանեմ, Երևանի հավեսով տղեր, այս երգը ձերն է, ձեր ցավը տանեմ։ Ես անում դու մեր պարտեզում տեսակ ծաղիկներից վարդ ես հավաքում Ես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Ես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Վերջապես եկավ գիշերն իմ ուզած Ծաղիկները ձեռքերիդ մեջ գրկում սես ուզված Բայց լուսինը դեռ չբացված կորավ ամեն բան Ծաղիկները ձեռքերիդ մեջ գրկում սես ուզված Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Ասում իշտ կմնաս Սերը մեկն է այս աշխարում մեկն էլ կմնա Երկնքում կան շատ աստղեր ու մի արեգակ Ով է տեսել երկնքի մեջ երկու արեգակ Երկնքում կան շատ աստղեր ու մի արեգակ Ով է տեսել երկնքի մեջ երկու արեգակ Վերջապես եկավ գիշերն իմ ուզած Ծաղիկները ձեռքերիդ մեջ գրկում սես ուզված Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Գիշերն իմ ուզած Ծաղիկները ձեռքերիդ մեջ գրկում սես ուզված Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Դե ինչ տեսահոլովակի պրեմիերա տեղ ունեցավ եւ ես անձամբ խոստանում եմ, որ այս տեսահոլովակը բազմիցս կարող եք վայելել հենց իմ ծրագրի շրջանակներում, որովհետեւ մեր հեռուստադիտողը միշտ պահանջում է ուրախը, հաճելին, լուսավորը եւ որակյալը։ Իսկ այս բոլորը կարող ենք թվարկել նույն տեսահոլովակի մեջ եւ ես շնորհակալ լինեմ իմ ընկերներին լավ գործի համար։ Ձեր կողմից կարող եմ շնորհակալ լինել նաեւ այն մարդկանց, ասում որ այդ պահին մի բաժակ ջուր տվողել ա լինում։ Ինքը համարվում է նաեւ լուման ներդնող։ Այնպես որ յուրաքանչյուրի շնորհակալ եմ անձամբ լավ գործի համար։ Տնօրենները ռեստորանային համալիրի լավ գործ ենք բերել նաև առիթատերերին ասեմ։ Եթե ինչ որ մեկը զանգարի ասի Ձինայի ծրագրի էջում Գևորգ ջան, ձեր տեսահոլովակը տեսանք, այդ երգը շատ լավն է, մեր առիթում երգեք, խնդրում եմ ինձ տոկոս փոխանցել։ Անպայման։ Անպայման։ Իսկ ընթացքում ինչ ենք անում, կիսատին չկա, եւ ինչով եք զբաղվում։ Հիմա նոր աշխատանքներ ա տարվում։ Բոլորովին նոր երգ պետք է արդեն պատրաստեմ։ Պետք է չթուլացնես, էլի որ ասում անպայման։ Հիմա դրա վրա ենք աշխատում։ Աստված առաջ, հա, Արտուրի հետ միանշանակ։ Գեր ես Արտուր ջան, հասկացա։ Դե ոչինչ, իմ ընկերս չի հասկացա, լավ։
Առաջ Աստված Հա։ Իսկ չկա տենց որ Արտուրն ասում է մի հատ հին գործ ունեմ, էլի տակը դրած պահած, մի հատ էս վերջացնեմ նոր քոնը դրա մեջ տենց կարծրատիպեր չի լինում։ Չէ, տենց կներեք ես պատասխանեմ, տենց չի եղել, բայց եղել է որ մեր ընկերներից եկել են back vocal-ի ուրիշ ձայն է պետք եղել եւ եկել ասել եմ եւ մի կտոր կա կարող է երգենք, սենց։ Իսկ ասենք Գևի ռեպերտուարը այնքանով է իս դուր եկել, ասենց ասեմ, մեր սիրված երգերն է հիմնականում։ Գևը որ ասեց այդ երկերը գործիքավորենք, ասենց մի պահ ես դեպի պատանեկություն մանկություն գնացի, քանի որ այդ երկերի տակ ենք մեծացել։ Հա, դե փաստ։ Ու մեծ սիրով կատարվել է աշխատանքը, ես ասեմ, որ Գևի համար անակնկալ էր, ասի հա Գև ջան, ես սենց եմ, կամ անում եմ տեմպի մեջ ու որակով, կամ եթե ինչ-որ խնդիրներ ալնում արվում է, բայց էլի բանով։ Արջան, հիմա երկիչների գրեթե բոլոր լեքսիկոնի մեջ մի տարբերակ կա։ Ոչ միայն լավն է անում, այլ շուտ է անում։ Այդ թեմա է, էլի, Արջան, ասեմ, որ ձեր չեպեներից մեկը դա է։ Որտեվ ինչքան էլ ուզում ենք հարցնենք, դա մարդիկ շատ գործ ունեն, հա, նորմալ է, բայց մարդ կա, որ այդ, չգիտեմ, ռեյտինգի թեմա է, թե ինքը հոգնում է, թե ինքը դանդաղ աշխատում, լավ անում, բայց շատ ուշ անում, բայց որ լավ անում ու շուտ անում, այդ գտածը։ Կարելի է ասես գաղտնիք ասեմ, եթե գործը սիրելով ես անում, ընկերներից մարդ է եկել, ձայնագրվել է, թեկուզ cover, թեկուզ ասենք իր բանի մինուսի վրա, ասել է Արջան կլինի միջև հասնեմ տուն միքսը ուղարկես։ Օ, տենց էլ կա։ Ասել եմ չեմ խոստանում, բայց կաշխատեմ։ Միջև հասել է իրանց որ ասում եմ տուն, ես միքսը ուղարկել եմ, դե այսօր զարգացած ենք ինտերնետով միանգամից ու այդ խոսակցությունը կա էլի որ ախպեր երկեցինք հաջորդ օրը միքսը տվեց դե հա այդ գերագույն աճիկ հաղթանակ ամենայն դեպս դե վստահ եմ հենց հիմա շատ երկիչներ փաստում են ասում են ինչ ճիշտ է ասում ամբողջությամբ եւ գիտեմ եւ շատ երկիչների թեմա այն որ ասում են կներեք այն որ ասում է երկու երանի միտեղ չի լինում հիմա այն պարագայում հաստատ երկու երանին միտեղ է որովհետեւ Արտուր ինձանից շատ էր անհանգստանում ու այդ փաստով ես շատ եմ ուրախանում էլի եւ դու հենց հիմա խոսալուց եթե կողքից քեզ նայես դու փայլում ես աչքերդ են որ գոհ դու ամենից գոհ պատրաստված այդ կարեւոր է Ձինջան այնտեղ ես շնորհակալություն եմ ուզում եկել հայտնել իմ մոտ ամենամոտ ընկերներից Գարիկ Սաղաթելյանին որը որ կազմակերպեց նկարահանման process-ը GT France այո Գարիկը իմ 100 տարվա ընկերն է իմն էլ ճանաչում ես գիտեմ վստահ ու միասին իմ հետ այդ օրը ներկայ է գտնվել եւ օգնելա բոլոր հարցը Ռոմանը Սաղաթելյան, Տիգրանը Սաղաթելյան, նո իհարկե Գարիկից գլխավորությամբ էլի։ Բնականաբար, դեպ ասեմ մի քանի օրից էլ Տիգրանն է ինձ մոտ լինելու տաղավարում, որովհետեւ արդեն ի վերջո պատրաստ է նաեւ իմ աղջկա տեսահոլովակը նկարելա տիկով։ Կսպասենք անպայման։ Այնպես որ ես եթերում չեմ վախենա հենց հիմա կարող եմ ասել, ես 1 ժամ առաջ եմ տեսահոլովակը նայել եւ եկել եմ այսօր նկարահանման ոչ մի բան չեմ փոխել լինելով TV մարդ դե գիտես մենք ինչ որ մի բան կգտնենք հա այնպես որ ապրի իմ ընկերը ես վստահեցի միանգամից Տիգրանին աշխատանքից արդեն երևում էր դե Գարիկի տղենա չի կարող անորակ ինչ որ գործ ներկայացնել այնպես որ Տիգրանը շատ տեսահոլովակներ ունի բայց կներեք նա ինձ մոտ կլինի բնականաբար իմ աղջկա տեսահոլովակով որպես ռեժիսոր դե տնից մեկը պետք է օգնի թե չէ քեվ չէ Դե տենց անպայման շատ սիրուն նկարել է շատ ճիշտ նկարել է այնպես որ դա մի քանի օր հետո Իսկ ըստ ֆորմատի Գև ջան, վստահ եմ դու գիտես ինձ մոտ ոնց է լինում տաղավարում, ես նաև չեմ էլ հարցնում դուք պատրաստ եք, պատրաստ չեք, որովհետև միանգամից ասում եմ այս տաղավարում պետք է ինչի բնականաբար հաճելի լինեն, այնպես որ մոտ նստեք ձայնը բարձրացրեք, հատուկ ձեզ համար նաև ինչու ոչ երգի պրեմիերայի կազմակերպով իմ ընկերը։ Դի երգես։ Հա, երգի։ Երկեմ ձեզ ձեր ցավը տանեմ լույսը բացվելուն պես բարի լույսը ողողեմ ու սրտիս մեջ ինչքան պահած բանում եմ
ձեր առաջ ես բացեմ ձեր ցավը տանեմ Այս երկը երկեմ ձեզ ձեր ցավը տանեմ Լույսը բացվելուն պես բարի լույսով ողողեմ ու սրտիս մեջ ինչքան պահած բանում եմ Ձեր առաջ ես բացեմ ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ տղերք ձեր ցավը տանեմ Երևանի հավեսով տղերք Այս երկը ձերն է ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ տղերք ձեր ցավը տանեմ Երևանի հավեսով տղերք Այս երկը ձերն է ձեր ցավը տանեմ Բարին ձեզ հետ լինի ձեր ցավը տանեմ Ձեր ոտքի տակ վարդով երկերս անվերսանեմ Ինքս թե ամեն ժամ ձեզ հետ չլինեմ Սիրտս տարեք ձեզ հետ ձեր ցավը տանեմ Բարին ձեզ հետ լինի ձեր ցավը տանեմ Ձեր ոտքի տակ վարդով երկերս անվերսանեմ Ինքս թե ամեն ժամ ձեզ հետ չլինեմ Երկս տարեք ձեզ հետ ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ տղերք ձեր ցավը տանեմ Երևանի հավեսով տղերք Այս երկը ձերն է ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ Ձեր ցավը տանեմ տղերք ձեր ցավը տանեմ Երևանի հավեսով տղերք Այս երկը ձերն է ձեր ցավը տանեմ Չես անում դու մեր պարտեզում Տեսակ ծաղիկներից վարդ ես հավաքում Այս վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Վերջապես եկավ գիշերն իմ ուզած Ծաղիկները ձեռքերիդ մեջ գրկում սես ուզված Բայց լուսինը դեռ չբացված կորավ ամեն բան Ծաղիկները ձեռքերիդ մեջ գրկում սես ուզված Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Ասում միշտ կմնաս Սերը մեկն է այս աշխարհում մեկն էլ կմնա Երկնքում կան շատ աստղեր ու մի արեգակ Ով է տեսել երկնքի մեջ երկու արեգակ Երկնքում կան շատ աստղեր ու մի արեգակ Ով է տեսել երկնքի մեջ երկու արեգակ Վերջապես եկավ գիշերն իմ ուզած Ծաղիկները ձեռքերիդ մեջ գրկում սես ուզված Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն գիշերն իմ ուզած Ծաղիկները ձեռքերիդ մեջ գրկում սես ուզված Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն Որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն
Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն, որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն։ Տես վարդերը քեզ չծակեն, քեզ չնեղացնեն, որ այս անթիվ ծաղիկները սերս քեզ պատմեն։ Դուք ինձ տղեր ջան սևանում սպասեք Շոկ շոկ ամառ է ուր գնամ ասեք Դուք ինձ տղեր ջան սևանում սպասեք Կգամ կհասնեմ ես քիչ ուշացած Ընկերությանս պահպանի Աստված Կգամ կհասնեմ ես քիչ ուշացած Ընկերությանս պահպանի Աստված Չկա կյանք առանց ընկերուսեր Դժվար պահին կողքիս ես ընկեր Մաքուր ես դու մաքուր ջրի պես Աղբոր նման սիրում եմ ես քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ Հասած ես մոտ Լավ ընկերներիս շատ եմ կարոտ Ինձ սիրտն է ուրախ ես հասած ես մոտ Լավ ընկերներիս շատ եմ կարոտ Կենացնեմ խմում ես ձեր բոլորի Ընկերությունը մեր հավերժ լինի Կենացնեմ խմում ես ձեր բոլորի Թող հավերժ լինի Չկա կյանք առանց ընկերուսեր Դժվար պահին կողքիս ես ընկեր Մաքուր ես դու մաքուր ջրի պես Աղբոր նման սիրում եմ ես քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ կյանք առանց ընկերուսեր Դժվար պահին կողքիս ես ընկեր Մաքուր ես դու մաքուր ջրի պես Աղբոր նման սիրում եմ ես քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ Աղբոր նման սիրում եմ քեզ Չկա կյանք առանց ընկերուսեր Դժվար պահին կողքիս ես ընկեր Մաքուր ես դու մաքուր ջրի պես Աղբոր նման սիրում եմ ես քեզ Աղբոր նման